Ես այսօր հենց ձեզ հետ եմ։ Բան վարչապետ հիշեցնեմ, տիկնոջը թատրոնում, որ մոտեցավ են սպանության, թողնիկի սպանության գործով, թատրոնի շենքում կրթվել են նորաձևերով։ Կներեք, ես ձեր պատասխանին էի սպասում, կակրաս։ Թատրոնի շենքում Ես հուսնեցի կործրեցի մեզ։ Նստեք էստեղ, հա, խնդրում եմ էստեղ նստեք, մի վարկյա։ Ես ձեզ հենց նման նստեմ։ Ինձ եք գրում, էլեկտրոնային փոստով, գրում, որտեսի դուք ինձ պատասխանեք։ էլեկտրոնային փոստով, թղթով, Ինչպես։ թղթով է, Հա, թղթով չէ։ ավելի հեշտ է էլեկտրոնային գրել։ Կներեք, ես այն տարիքում եմ, որ չեմ կարող էլ այդպես գրել, Ինչ տարիքում։ սովետական։ Չէ, Ես արդեն 70 տարեկան 21-րդ դարում ինչ տարիք է 70-ը։ Մի հուզվեք, մի Գիտեմ, որ պետք է գնալ, բայց պարոն Փաշինյան, 40-ից 50 հոգի անց հարձակվել է տանս վրա, որտեղ եղել են նոյեմբերի 8-ին, ամսի 24 թվականին, հարձակվել են տանս վրա, խմած, հարբած, տարբեր բաներ օգտագործած, նախապես զինված, ինչա, իմ թորնիկը 15 տարեկան տղան, ձեռքով հարվածել է 20 տարեկանին իրեն լկտի պահելու համար, քանի որ իմ թորնիկս երդվել է, որ պետք է պաշտպանի թույլերին, կանանց, երեխաներին, 40-ից 50 անձնավորություն հարձակվել են, մի րոպե, հարձակվել են տանս վրա, որտեղ եղել են 2-ից 15 տարեկան անչափահաս երեխաներ, հիմա ինչ վիճակում է, արդեն երկրորդ տարին են տղան են նստած, 3 հրացաններով վիրավորված, գլխից, Լավ սկսեցի հիշել այդ գործը։ այո, եւ այդ մահնել է եղել իրենց կողմից, Հասարակականով գլխավոր դատախազի հսկողության, անմիջապես հսկողության տակ։ Ձեր ազգանուն հիշեցնեք։ Բաբաջանյան Ես ինձ ինչ որ ասում եմ, ես դրանից ավելի բան չեմ կարող։ Ես գլխավոր դատախազ։ Իսկ ում պետք է դեմենք նամակ ռուսաց թագավորին։ Չէ։ Իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ, խզվել եմ եւ ինձ տեղեկանք են որը ես կարդացել եմ, հիշեցի։ Դուք կարդացել եք։ Իսկ ինչ կասեք։ Դե երկու կողմից էլ կան մարդիկ, Հետո ինչ։ Իմ տղան պաշտպանել է իր 4 անչափահաս երեխաների, պարոն Փաշինյան, իր տան մեջ պաշտպանել է իր անչափահաս 4 երեխաների, 2-ից 15 տարեկան, պաշտպանել է իր մորը, պաշտպանել է իր կնոջը, 5 տեղից վիրավորված, ինձ կներեք, պարոն Փաշինյան, ասված ինձ, ես նստած աղոթք էի անում, պարոն Փաշինյան, դուք Հիմա ընդ որում մեզ նայում է, հիմա ես կարող եմ դուրս գալ փողոցում եւ մյուս կողմի հարազատներից կարող են ինձ հանդիպել եւ թող հանդիպեն, թող բոլորը գան, ես բոլորի մոտ եմ ասում։ Ես կարող մի բան Ես իմ երախավորեմ։ թորնիկներին, անչափահաս քորները, որոնք պետք է բանակ գնան, ես չունեմ պատասխան, որ իրենք ականատեսն են եղել, թե ինչպես են իրեն եղբորը մորթել տան մեջ, ու իրենք պետք է բանակ գնան։ Ինչ ձևով պետք է պաշտպանեն ոչ մի օրինական բան չի կատարվում, ոչ մի օրինական բան, Աստված ջան, խնդրում եմ։
Փաշինյան, հենց հիմա ես ձեզ բաներ կտամ, ես եմ ձեզ հարվում, ես գիտեմ, թե դուք ինչքան դժվար դրության մեջ եք հիմա, ես գիտեմ, հասկանում եմ։ Հենց նոր եմ ես պատճենները հանել։ Սա իմ աղջիկն է, սա իմ թորնիկն է, որը ձեր հետ նկարված էր։ Մենք ապագային հավատալով, ինչ կասեք սրա համար, սա ես չեմ ասում։ Տեսեք ով է դրա։ Հաստաբանն է, պարզանում կողմը իրան պետք է պաշտպան։ Ես ինչ կարող եմ անել։ Հիմա ես քայլում եմ para մյուս կողմի հարազատներն լսնել, ամենայն մյուս կողմի հարազատների հետ դուք ինչու եք համեմատում իմ ընտանիքը, երբ նրանք են հարձակվել իմ տանս վրա, իմ տանս մեջ, պարոն Փաշինյան, ինչի համար եք դուք հավասարության նշարին դնում, ինչու համար, նույն բան անում է դատախազությունը, նույն բանը անում է, իմ տղան մատահրավեր է ընդունել, ես ասեմ նոր, ես ձեզ բազմիցս լսել եմ, դատախազին հենց հիմա դրված լսում եմ, դնում են հավասարության նշարին, 40, այսինքն ինչպես պարոն Փաշինյան, 40 հոգին, չափահասները, բոլորը, ամենափոքր 20 տարեկան, հարձակվում է տան վրա, որտեղ 2-ից 15 տարեկան անչափահաս երեխաներ են, սա մարտահրավեր է, իմ տղան մարտահրավեր է անդանում իր տան մեջ, որտեղ 2 տարեկան երեխան է, իր մայրն է, իր քույրն է, իր հասն է, սա հավասարության նշանի վրա են դնում, երբ քննիչները ուղարկում են միայն գաղտնալսման ապարատը, որպես մեր տան մեջ դնում և լսում են միայն մեր տան խոսակցությունը, տարածում են ամբողջ համացանցով, տալով իրենցը, իսկ իրենց կողմից, քանի որ 40-50 հոգին, ինչ է, իմպետությունը ինչ է, նժարին է դնում, որ նժարին, դահիճին և զոհին դնում են նույն նժարին, պարոն Փաշինյան, դուք էլ եք այդպիսին, դուք էլ եք անարդար, ես ձեզ էի հավատում, ես ուզում էի ձեզ գրել, նմանները քաղաքացիներ կոչվել չեն կարող, որ տան մեջ մտել են, կնոջն են մորթել, կնոջը, երեխայի մորթել են նրանք։ Դրա համար է կալանքի տան։ Հունվարի 12-ին ես այստեղից դուրս եմ եկել, 40 հոգին իրենց հարազատներից հարձակվել են իմ վրա, հարձակվել են իմ տան, այս պայուսակս միշտ բաց, եկել եմ, հանել են այստեղի իմ արտելի բանալիներն են, հանել պրտմանչիկով, այս ապակին երբ որ ցուցմունք տալու պետք է գնայի, այս ապակին են կոտրել զմրերով, որպեսզի ես ցուցմունք ամբողջ օրը ես ահաբեկվում եմ, երբ ես քննիչին ասացի, որ ինձ ահաբեկում են, քննիչն ասեց Տիկին Արմենուհի, եթե իրենք ինձ են ահաբեկում, ես պատկերացնում եմ, թե ձեզ ինչպես են ահաբեկում, այ այս ձեր փաստաբանները, պարոն Փաշինյան, դեռ ասելու շատ բան ունեն, պարոն Փաշինյան, մարդասպանամետ, բանկասպանամետ փաստաբանները Շեքսպիրի դրամատուրգը անգամ կարող է նրանք կարող են ես սպասելու եմ ձեր պատասխանին, պարոն Փաշինյան, այդքան հարցերից, որ ես ձեզ եմ պարոն Փաշինյան, ես ձեզ հիշում եք իմ թորանս նկարը, դուք հիշում եք, պարոն Փաշինյան, ձեր հետ նկարված, ես ուղարկել էի նկարը, որքան եմ իմ թորիկը ձեզ հանել, գիտեք ինչքան հետ եք հավատացել եք ձեր ապագան, որն է ձեր ապագան, հիմա որ իմ ընտանիքը կործանել են սրանք, դուք եք ձեր իրավական համակարգն են, հիմա դուք եք ինձ կործանում, նրանք կործանել են իմ ընտանիքը, իմ ծերությունը, իմ ամուսնու ծերությունը, իմ թորնիկի պապիկը մահացավ, չկարողացավ, ով է մեղավոր, ինչ դատարան, որն է դատարանը ձեր, երբ երկուսին գնում են նույն նժարի վրա, ոչ,
Կարելի է մի փոքրիկ հարցեր ուրեմն ես ունեմ երեք տղա, շփական տուն, 2000-ին փոքր տղաս կենտրոնական տունն է, կողքին Այդ հարցը չի։ Ինչ Վիկի հողը եկել են չափել են։ Հիմա ես Եթե որովից է լուծում ունի, Այսինքն օրինակ 40 տարեկան մարդը ուզում շակ եմ, ուզում ամուսնացնեմ, ազգը նկատեմ, ձգձգում այս բանալներ, ախր այդպես ոչ շատ լավ, եթե օրինական հիմքեր կա, մի կա հիմքեր կա։ Եթե կա կադաստրի մեր գործընկերները կլսեն, բայց դուք իմ հասցել չի, առավոտ որտե՞ղ է մարդ դերազգանում է, Իմ հարցն էլ աշխատում դեզ մոտ։ Դե շատ Կանկանում եմ դուր հաջողություն, երջանկություն, առողջություն, միշտ այդպես քաղցր լինել։ Ես դեմ կայավեն, Եվնյան ջեմ, ես վաղը այլչա կարող եմ գանդել։ լավ է, նախարարն ասել դարվեն բացում է։ Բարձ Հա, ինչ անում Տեսում բապն է։ Ստեղ է սա։ Չէ, Ռուսաստանում է։ Բայց ու ես գնում։ Բացնա, հա? Հիմա սեն կծած այս հետա։ Բարև ձեզ։ Ոնց է։ Շենքի մուտքն կողմից է տեսնում։ Դեն ջան, բան է տեսնում։ Ուրա պատմում։ ջրահեռացման համակարգը։ Անդրադառնալու Այս կողմակները, այս կողմակները, այսինքն ինքը ոչ մի տեղ բան չի Երևանում, այն սեքանալից ձևնալի է, ասում եմ, մայթերը գործելի է որպես մայթ, այսինքն որպես